Քվեարկության մասով մասնակցելու ենք, բնականաբար, ինչ վերաբերում է դահլիճը լքելուն, դրա մասին արդեն խոսել ենք, բարձրաձայնել ենք պատճառները, որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով կոնկրետ խմբակցության անունից, պատասխանելով, եթե ասելիք ունի, կարող է եկեք նախ որակումներ չտանք, այո, մեջբերում հասկանալի է, եթե ցանկություն ունեն, կարող են հերթագրվել խոսել, նիստը նախագահողն էլ միշտ հնարավորություն ունի արտահերթ ելույթի կամ արտահերթ հարցի։ Ոչ, չունեն, որտեվ այն իրականությունը, որի մեջ, այսպես ասած, մեր հարգելի գործընկերները այն իրականությունը, որը որ իրենց պատկերացումները ու մեր պատկերացումները բազմաթիվ հարցերով տարբեր են եւ եթե ամեն մի մտքին այսպես ասած արձագանքի նիստը վարողը, ապա նիստը կվերածվի բնականon ընթացքը կխաթարվի, ինչը մենք տեսանք մի քանի անգամ, մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, այս օրերին պարբերաբար ականատեսն ենք լինում, որ երևի այսօր, չգիտեմ, կարելի է նստել հաշվել, քանի անգամ է դա եղել, մեկ անգամ չէր, որ ասեինք լավ, պարբերաբար սրա մասին մենք խոսել ենք եւ հարկ եղած դեպքում նաեւ արձագանքել ենք դահլիճում։ Ամեն անգամ, երբ նման իրավիճակ խմբակցության նիստ ունենք տիկնջան։ Երբ ամեն անգամ նման իրավիճակ լինի, խմբակցությունով վեր եք գնալու շենքից հեռանալ։ Նման իրավիճակ ինչպիսին։ Ըստ իրավիճակի որոշում ենք կայացնելու, ստեղ հաշվի առնելով, որ կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, այո, որովհետև Դավիթ Ղազինյանին կարելի ասել ընդհանրակարգի խախտումով նաև ձևակերպենք խնդրեցին լքել դահլիճը, ինչը կանոնակարգի խախտում էր, դրան մենք ավելի մանրամասն կանդրադառնանք։ Կարծում եք սա դաս կլինի իշխանության համար, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձեր կողմից առաջադրված տեխնացուներին։ Դուք Կարձագանքենք, մեր տեխնացուներն իրենց ելույթներում նշել են, որ չեն խնդրելու բնականաբար, որպեսզի կողմ քվեարկեն, ինչ վերաբերում է տեխնացուներին, ապա պարոն Կարապետյանն էլ իր ելույթում նշեց, որ մեր տեխնացուները համապատասխանում են բոլոր չափանիշներին եւ ըստ իրենց մասնագիտության եւ անցած փորձի որևիցե այսպես ասած չհամապատասխանություն այս առնչությամբ չունեն։ Իրենց տեխնացուներին ինչպես եք քվեարկելու, պարոն Աբրամյան։ Խմբակցության նիստ կունենանք հավանաբար վաղը առավոտյան քվեարկությունից առաջ եւ ընդհանուր բոլոր 12 հանձնաժողովների մասով քննարկում կունենանք։ Պարոն Աբրամյան, իսկ եթե իշխանությունը չընտրի, իշխանությունը նույն անձանց է առաջադրելու այդ պաշտոններում, թե այդ տեխնացուները ունեք։ Պարոն Կիրակոսյան, քվեարկությունից հետո ունենալու ենք խմբակցության նիստ, որի արդյունքներով որ կայացնելու ենք հետագա անելիքները, երկու տարբերակն էլ բնականաբար դիտարկում ենք, տեսնենք միասին։ Բոլոր իրավիճակներում դուք ասում եք խմբակցության նիստ ենք անում։ Բնականաբար 15 րոպեն մեկ ձեր խմբակցության նիստ է։ 15 րոպեն մեկ չէ, բայց առանցքային հարցերի շուրջ բնականաբար խմբակցությունով նիստ ենք անում։ Ստրատեգիա մշակած չի ունենաք նման իրավիճակում ինչ եք անելու, եթե Ունենք տարբեր իրավիճակներ, պրոստը ուղղակի եթեներով չենք շարժվում կոնկրետ իրավիճակին, խմբակցությունը արձագանքում է։ Պարոն Աբրահամյան, առաջիկայում ազգային ժողովի դատիկ ներկայացի կառավարության ծրագիրը, որպես խմբակցության քարտուղար կարող եք ասել ինչ տրամադրվածությամբ եք մասնակցելու քննարկումներին։ Մասնագիտական։ Կառուցողականության, բարեկրթության, բարեվարկության, ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման, թե կլինեն սուր ճղագիրներ։ Բնականաբար մասնագիտական առաջին հերթին, նաև քաղաքական գնահատական եւս անպայման տալու ենք։ Իսկ ո՞նց եք ծրագրին ազգային ժողովի
ազգային ժողով, չգիտեմ, միգուցե ներկայացվել է, ես դեռևս չեմ ծանոթացել, իմ տեղեկություններով դեռևս ոչ չի եկել։ Ոնց որ 20 օրյա ժամկետում է ներկայացվում, եթե չեմ սխալվում, եւ երևի թե մյուս շաբաթ։ Շնորհակալություն։ Որ այսօր ցենց ռեպլիկներով չխանգարեն ընդդիմադիրներին, ինչ է կարծում, կփոխվի վարքը, թե չէ։ Ինձ թվում է լավ կլինի այդ հարցը ուղղեք կոնկրետ համապատասխան ուժին, համապատասխան ներկայացուցիչներին։ Շնորհակալություն։